Իրանի գերագույն առաջնորդի սպանության լուրի հաստատումից 2 օր անց Հայաստանի վարչապետը ցավակցական հեռագիր է հղել նախագահ Մասուդ Փեզեշքյանին, այդ երկրի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ։ Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Հեռագրում Նիկոլ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում շուտափույթ խաղաղություն ու կայունություն կհաստատվի։ Իրանի նախագահին համբերություն, իսկ ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն է մաղթել։ Վարչապետի ցավակցական հեռագրին հաջորդեց արտգործնախարարության հաղորդագրությունը Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ընդամենը 4 նախադասությունից բաղկացած պաշտոնական գրությունում նշված է, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին, ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունները։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար բնույթի հարցերի։ Ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, որում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Միրզոյանը գործընկերոջը ցավակցել է նաև Այաթոլլա Ալի Խամենեի սպանության համար, Հայաստանում Իրանի դեսպանության փոխանցմամբ Միրզոյանը Արաղչիին ցավակցել է ինչպես քաղաքացիների, այնպես էլ գերագույն առաջնորդի մահվան կապակցությամբ։ Բացի այդ, ըստ դեսպանատան իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Երևանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը ցուցաբերել Թեհրանին։ Աբբաս Արաղչին իր հերթին ասել է, Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, իսկ Իսլամական Հանրապետությունն ի պատասխան թիրախավորել է Իսրայելն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները։ Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի Արյան համար։ Մինչև Երևանը պաշտոնապես կհաղորդեր Թեհրանին ուղղված ցավակցական հեռագրի մասին, խորհրդարանում լրագրողները փորձում էին իշխող ուժի падգամավորից պարզել, ինչու է Հայաստանը լուր, երբ հարևաններ Թուրքիան եւ Ադրբեջանը երեկ արդեն ցավակցական հեռագրեր էին հղել Իրանին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը սպառված է Հայաստանի Հանրապետության գործերով, Հայաստանի Հանրապետության իշխանությունը խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով։ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ եւ ցավակցելուց բացի իշխանությունը պետք է պատրաստ լինի նաեւ հնարավոր բոլոր զարգացումներին, նշում է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա Հայաստանը կարող է ոչ միայն տնտեսական խնդիրների բախվել, այլ նաեւ փախստականների հնարավոր ներհոսքը կառավարելու հարցի առաջ կանգնել։ Ամենամեծ ռիսկը ըստ Խաչատրյանի Հայաստան-Իրան սահմանի փակվելն է։ Պետությունը այլ պետությունների հետ սահմանակից մյուս բանակցել է հայ բիզնեսմենների հնարավոր շահերի Շամանը որ փակվի մարդիկ բիզնեսը շահերի կորուստ ունենալու, չէ, վնաս է կրելու։ Ինչ որ մի բան բանակցեն են, որ այդ մեքենաները, բեռնատարները այլ ճանապարհով գնան։ Դուք կասկածներ ունեք, որ պատրաստ չեն այդ սցենարներին իշխանությունը։ Դե նախորդ փորձերը դա են ցույց տալու։ Ընդհանրապես այս իշխանությունների գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունեմ։ Հիմա իրանք դեմոնստրատիվ կերպով ելն եմ ասում, կուկուրուզը պերաշկի են ուտում, ցույց տալու որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում։ Որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստան-Իրան ցամաքային սահմանը մոտ 24 ժամ փակ է եղել, այսօր հաստատեց Հայաստանում Իրանի դեսպանը։ Պաշտոնական Երևանը այս մասին ոչինչ չէր հաղորդել։ Իրանի սահմաններից երկուսը սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված 24 ժամ փակ են եղել, դրանցից մեկը հենց Իրան-Հայաստան սահմանն էր։ Այսօր առավոտյան ժամը 9:30-ին այդ խնդիրը լուծվեց եւ այժմ երկու կողմից երթևեկությունը առանց խնդրի տեղի է ունենում։ Ընդդիմադիր падգամավորը կարևորում է նաև բանակի պատրաստվածության աստիճանը։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, որ անվտանգության խորհրդի անդամ չէ, այսօր պնդեց, թե խորհրդի գնահատմամբ Հայաստանի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ինչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է,
անհանգիստ է եւ այլն։ ՔՊ կուսակցության փոխնախագահը եւս պնդեց, անվտանգային ռիսկեր չկան, խաղաղություն է Հայաստանում։ Ռիսկեր գուցե լինեն, բայց միայն կարծում է տնտեսական։ Հայաստանը օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների հետ մի շարք համաձայնություններ ունի, այդ թվում թրիփ նախագիծը։ Կա ռիսկ, որ Իրան-ԱՄՆ հակամարտությունը որևէ կերպ կարող է խոչընդոտել կամ ձգձգել Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող Թրամփի ուղու իրագործումը։ Այս պահի դրությամբ նման բան ընդհանրապես չկա, բոլոր ծրագրերը գնում են նախանշված սցենարով, նույնիսկ եթե չեմ սխալվում, ԲՏԱ ոլորտում հատկապես որոշակի առաջանցիկ տեմպեր էլ ունենք, եթե չեմ սխալվում, նորից կարող եմ մի բան սխալ ասեմ։ Ցավալվի թրիփը չի հայտնվի վտանգի տակ։ Թույլ տվեք աշխարհակահաղական տենց բան վերլուծություններ չանեմ, դա բոլոր սցենարները հավատացնում եմ ձեզ, բոլոր սցենարները նկատի առնվում։ Իրանի դեսպանը այսօր դարձյալ ընդգծեց, տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումը հատկապես Սյունիքում շարունակում է կարմիր գիծ մնալ Թեհրանի համար։ Հույս ունեն, որ տարածաշրջանի ոչ մի երկիր լոգիստիկ կամ որևէ այլ տեսանկյունից չի աջակցի եւ իր տարածքը չի դարձնի գործիք Իրանի դեմ գործողությունների համար եւ առանց պատճառի կամ նույնիսկ ակամա իրեն չի ներքաշի այս պատերազմի մեջ։